Իրեն ժողովրդավար հռչակած Նիկոլ Փաշինյանի օրոք հերթական անչափահասը մնաց առանց ծնողի խնամքի։ Արեգնազ Մանուկյանը բանտում է զրկված 13-ամյա դստեր հետ շփվելու հնարավորությունից։ Մանուկյանին մեղադրում են Անդրանիկ Թևանյանին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հայտնելու մեջ։ Նա զրկված է իր երեխայի հետ շփումից, թեև չկա իր մեղքն ապացուցող դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում։ Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը կատարվածը որակում է որպես բացահայտ պատժիչ գործողություն։ Երեխայի պարագայում ու մանավանդ դեռահասության տարիքում գտնվող երեխայի, երբ որ ամենազգայուն հուզական աշխարհն ունի, երբ այս տրավմաները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ, պետությունը ուղղակի ֆիզիկապես իզորու չի լինելու որևէ կերպով ռեաբիլիտացնել այդ վնասը, որ հասցվել է այս երեխային։ Աբովյան քրեակատարողական հիմնարկից տարածած ուղերձում ընդդիմադիր գործիչն իր նկատմամբ վերաբերմունքը որակել է անմարդկային, ահազանգելով, որ լիովին մեկուսացված է անչափահաս երեխայից եւ 85-ամյա մորից։ Փաստաբանի պնդմամբ գործը հիմնված է միայն ենթադրությունների վրա, իսկ քննչական կոմիտեն հրաժարվում է մեկնաբանություններից։ Չի եղել պետական գաղտնիք, չի եղել քննարկում, մարդը ներկա չի եղել, բայց ուղիղ տեղը, որպեսզի այդ բաները նարատիվները հիմնավորվեն, որ մենք հիբրիդային հարձակման ներքո ենք, մեր փորձում էին լրտեսել, չգիտեմ ինչ անել եւ այլն, այդ ամեն ինչը վալիդացնելու համար նույնիսկ պատրաստ են այս ամենաստոր գործիքակազմը կիրառել։ Հանրային աղմուկից հետո իրավիճակին միջամտել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ ՄԻՊ ներկայացուցիչները Աբովյան քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց են ունեցել Մանուկյանի հետ։ Հաշվի առնելով երեխայի լավագույն շահը, ՄԻՊ-ն արդեն հասցեագրել է դստեր հետ հաղորդակցության սահմանափակումները վերանայելու հարցը։ Նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության տողատակում այդ ամեն ինչը ակնհայտ էր։ Միջազգային հարթակների արձագանքի մասին դեռևս վաղ է խոսել, որովհետև այդ արձագանքները, նախ այդ արձագանքները ստանալու համար ահռելի աշխատանք է պետք կատարել եւ այդ նյութերը ուսումնասիրելու համար էլ, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ ժամանակի ընթացքում Տիկին Մանուկյանի պարագայում եւս այդ արձագանքը կլինի, ինչպես մենք տեսանք, որ եղավ սրբազան պայքարի գործով։ Իդեպ, Արեգնազ Մանուկյանի պես սեփական երեխայի հետ շփվելու հնարավորությունից զրկված է մեկ այլ ընդդիմադիր Ավետիք Չալաբյանը, ում մեղադրանք է առաջադրվել ընտրողների իրավունքին խոչընդոտելու համար։ Օրվա իշխանությունը բիրտ ուժով փորձում է պատժել բոլոր այն ընդդիմադիրներին, ովքեր համաձայն չեն իր վարած քաղաքականության հետ, այդ ճանապարհին առանց ծնողական խնամքի թողնելով անչափահաս երեխաներին։